Բուդապեշտում հանդիպել են Ադրբեջանի նախագահը եւ Հունգարիայի վարչապետը, համատեղ մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ Նա հերթական անգամ բարձրաձայնել է ադրբեջանական կողմի երկու նախապայմանները, նշել, թե դրանք արտասովոր չեն։ Նա խոսել է Հունգարիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք ռազմավարական բնույթ են կրում։ Հունգարիան այն քիչ երկրներից է, որ անկախ քաղաքականություն է վարում, իսկ դա բավականին բարդ է, հատկապես Եվրամիության շրջանակում, կարծիք է հայտնել Ալիևը։ Նա հավելել է, որ երկու երկրները կխորացնեն գործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Օրբանն էլ շնորհակալություն է հայտնել Ալիևին դժվարին պահերին Բուդապեշտի կողքին լինելու համար։ Նրա խոսքով Ալիևը հավատացրել է, որ Ադրբեջանը Հունգարիային կապահովի գազով, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այդ ոլորտում առկա խնդիրները։ Վիկտոր Օրբանը նաև ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, հույս հայտնել, որ այն շուտով կստորագրվի։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է հայտնել Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կքննարկվեն երկկողմ գործակցության հարցեր։ Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, կանդրադառնան այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարներին։ Ակնկալում ենք, որ Սերգեյ Լավրովի այցը Երևան կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, փոխըմբռնման աճին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։ Զախարովան հավելել է, որ Լավրովը նաև ելույթ կունենա հայ-ռուսական համալսարանում։ Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում եւ անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան։ Համատեղ հայտարարությամբ կողմերը նախազգուշացրել են Իսրայելի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Օտտավան, Լոնդոնը եւ Փարիզը դատապարտել են Իսրայելի կառավարության որոշ անդամների հայտարարությունները Գազայի հատվածի խաղաղ բնակչության զանգվածային տեղահանման մասին։ Երկրները նաեւ Համասին կոչ են արել անհապաղ ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից շարժման մոտ պահվող գերիներին։ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է անընդունելի որակել իր ձևակերպմամբ Իսրայելի պաշտպանական պայքարը դադարեցնելու կոչերը։ Նա կրկնել է, Համասը պետք է ոչնչացվի, գերիներն ազատ արձակվեն, Գազան էլ ապառազմականացվի։ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան հաստատել են հակառուսական նոր պատժամիջոցները, ԵՄ 17-րդ փաթեթը կտարածվի Ռուսաստանի ստվերային նավատորմի մոտ 200 նավի վրա, որոնցով իրականացվում է ռուսական էներգակիրների վաճառքը։ Նաեւ կհասցեագրվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Բրիտանական սահմանափակումները վերաբերում են ռուսական ռազմարդյունաբերական, էներգետիկ, տեղեկատվական, ֆինանսական ոլորտներին, նաեւ ստվերային նավատորմին։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, եթե Ռուսաստանը շարունակի խանգարել ռուս-ուկրաինական կարգավորմանը եւ չհամաձայնի հրադադարին, եվրոպական կողմը կուժեղացնի Մոսկվայի վրա ճնշումը։ Նա տեղեկացրել է, որ այժմ աշխատում են հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ Բաշար Ասադի օրոք սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Դիանա Գասպարյան, լուրեր։